Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Պուտինի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված ցեղասպանական պատերազմի 1194-րդ օրն է, հունիսի 1-ն է, ամառը սկսվեց։ Տեսնենք ինչպիսին կլինի այս ամառը քաղաքական եւ ռազմական իմաստով։ Գարնան վերջին օրը բավականին լարված էր երեք, պայթյուններ Բրյանսկի մարզում, Մոսկվայի մարզում, թեժ մարտեր Սումիի մարզում, Դոնբասում ինչպես միշտ։ Ավելի մանրամասն պատերազմի մասին պատմել եմ Հակոբյան լայվ ալիքում, այստեղ անալիտիկա ալիքում ուզում եմ ձեզ ներկայացնել միջազգային կարևոր նորությունների ընտրանի, մեկ նախադասությամբ ասեմ, որ ռուս ագրեսորների կորուստները ուկրաինական ռազմաճակատում հասել են 988,000-ի եւ ռուսները մեծ գրոհ են սկսել Ստամբուլի պլանավորվող հանդիպումից առաջ։ Տպավորություն է, որ վերջին մարտն է Պուտինի, ուզում է տպավորություն թողնել Թրամփի վրա ամենայն հավանականությամբ, բայց երևի չի հասկանում, որ նոր մարզում բացված ճակատը չի նշանակում, որ մերոնք Կուրսկից կամ Բելգրադից դուրս են եկել։ Մերոնք էլ ռուսական տարածքում են։ Խաղը երկկողմանի է, բայց դա Պուտինի լոգիկան ով կարող է հասկանալ, երևի թե միայն Թրամփը դառը կատակ էր։ Հիշեցնեմ, որ նրանց համար, ովքեր նախընտրում են առավել մանրամասն տեղեկանալ ռազմական իրադարձություններին, կարող եք անցնել այս եթերի նկարագրության մեջ գտնվող հղումով դեպի մեր երկրորդ ալիք Հակոբյան լայվ, որտեղ ամեն օր եթերներ ենք հեռարձակում թարմ լուրեր ռազմաճակատից։ Ասեմ, որ երկու ալիքներն էլ աշխատում են զուգահեռ, հուսով եմ մեր նոր ձևաչափը ձեզ դուր կգա, իսկ ամենատեսարժան ֆոտո եւ վիդեո կադրերը, ինչպես միշտ, կարող եք վայելել մեր Telegram-յան ալիքում, QR կոդը ձեր էկրանին է։ Այսօր ձեզ համար իմ կարծիքով շատ կարևոր լուրեր եմ պատրաստել։ Հուսով եմ մեկնաբանություններում կասեք ձեր կարծիքը։ Միգուցե լինեն մարդիկ, որ մտածեն, թե այս կամ այն լուրը որևէ կապ չունի Հայաստանի հետ, բայց շտապում եմ ասել, որ ժամանակակից աշխարհում ցանկացած արտատարածաշրջանային իրադարձություն, նույնիսկ եթե թվում է հեռու, կարող է լուրջ ազդեցություն ունենալ այնպիսի երկրների վրա, ինչպիսիք են Հայաստանը կամ Ուկրաինան։ Մենք փորձելու ենք հայ լսարանի համար վերլուծել եւ ներկայացնել այն գլոբալ զարգացումները, որոնք անկախ նրանից լուսաբանվում են թե ոչ հայկական մեդիայում, իրականում ուղղակի կամ անուղղակի կերպով անդրադառնում են Հայաստանի վրա եւ այն տարածաշրջանի վրա, որին մաս է կազմում Հայաստանը։ Ուկրաինայի մասին առանձին չասեմ, հենց այն փաստը, որ ես եթերները հեռարձակում եմ Կիևից, վկայում է այն մասին, որ ներկայացված տեղեկատվությունը վերաբերվում է նաեւ Ուկրաինային հաճախ ուղղակիորեն։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերջնագիր է ներկայացրել Չինաստանին կապված Հյուսիսային Կորեայի զորքերի մասնակցության հետ Ուկրաինայի դեմ պատերազմում։ Մակրոնը կոչ է արել Պեկինին կանխել հյուսիսկորեական հետագա ներգրավվածությունը Ուկրաինայում պատերազմի մեջ, զգուշացնելով, որ հակառակ դեպքում ՆԱՏՕ-ն կարող է ուժեղացնել իր ներկայությունը Ասիայում։ Բավականին հետաքրքիր հայտարարություն է, հատկապես իմանալով Թրամփի տրամադրությունները։ Մեջբերեմ, Չինաստանը պետք է օգտագործի իր ազդեցությունը Փխենյանի վրա եւ ստիպի հյուսիսկորեական ռեժիմին հրաժարվել Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելուց։ Հակառակ դեպքում Չինաստանը կարող է բախվել ՆԱՏՕ-ի ուժեղացմանը Ասիայում, հայտարարել է Մակրոնը Սինգապուրում կայացած անվտանգության գագաթնաժողովում։ Այս մասին հայտնում է France 24-ը։ Ֆրանսիայի նախագահը Հյուսիսային Կորեայի զորքերի մասնակցությունը պատերազմին անվանեց խնդիր բոլորի համար։ Նա նաև զգուշացրեց միջուկային տեխնոլոգիաների տարածման եւ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված միջազգային կարգի քայքայման վտանգի մասին։ Մակրոնը կոչ արեց ասիական երկրներին պահպանել անկախությունը թե ԱՄՆ-ի, թե Չինաստանի ազդեցությունից։ Ըստ Մակրոնի, Ֆրանսիան հետամուտ է ռազմավարական ինքնավարությանը եւ ինքնիշխանությանը եւ պաշտպանում է այդ գաղափարները։ Փարիզը սատարում է այս սկզբունքները ինչպես Եվրոպայի, այնպես էլ Ինդո-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար։ Հիշեցնենք, ապրիլի վերջում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հաստատել էր, որ Հյուսիսային Կորեայի զորքերը մասնակցում են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմին։ Քաղաքական եւ տնտեսական ճնշումը Պուտինի Ռուսաստանի շուրջ աճում է։ OPEC+-ը նավթի շուկան շոկի է ենթարկում։ Նավթի գները կարծես կտրուկ անկում պետք է սկսեն ապրել, իսկ Ռուսաստանը հայտնվում է ծանր դրության մեջ։ Ինչպես ասում են, OPEC-ը նավթի գինը սարքեց կոպեկ, հա։ Ինչպես տեղեկացնում է Bloomberg-ը, 8 երկրներ, որոնք կամավոր կրճատել են նավթի արդյունահանումը, հուլիսին որոշել են ավելացնել արդյունահանումը օրական 411,000 բարելով։ Այսպիսով OPEC+ ութնյակը
նման որոշում է կայացրել արդեն 3-րդ անգամ։ Ավելի վաղ այս ոլորտի մասնագետները կանխատեսում էին, որ նման որոշումը կհանգեցնի լուրջ ցնցումների շուկաներում, դե մեծ անհամբերությամբ սպասում ենք։ Ըստ աղբյուրների, Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ OPEC+-ը այժմ պատրաստ է գնալ ել ավելի հեռու, նրանց նոր քաղաքականությունն ուղղված է խստորեն պատժել այն անդամներին, ովքեր խախտում են արտադրական սահմանափակումները, ինչպես օրինակ Ղազախստանն ու Իրաքը։ Նպատակն է նաև վերականգնել այն շուկայի բաժինը, որը կորցվել էր ամերիկյան եւ այլ մրցակից արտադրողների օգտին։ Պաշտոնյաները նշում են, որ մատակարարման աճը արտացոլում է Սաուդյան Արաբիայի ցանկությունը պատժելու նավթի գերարտադրող երկրներին, այդ թվում Ղազախստանին եւ Իրաքին, եւ վերականգնելու ամերիկյան թերթաքարային հորատողների եւ այլ մրցակիցների կողմից կորցրած շուկայական մասնաբաժինը, ինչը նաև հանգստացնում է Դոնալդ Թրամփին, ով ցանկանում է վառելիքի ավելի ցածր գներ։ Հետարքիր է, չէ՞։ Ապրիլին նավթի գները կարճ ժամանակով իջան 4 տարվա ամենացածր մակարդակից, 1 բարելի համար $60 ցածր, այն բանից հետո, երբ նավթ արտադրող երկրների կազմակերպությունը եւ նրա դաշնակիցները առաջին անգամ հայտարարեցին, որ կիեռապատկեն իրենց պլանավորած արտադրությունը, նույնիսկ այն դեպքում, երբ պահանջարկի անկումը եւ Թրամփի առևտրային պատերազմն արդեն իսկ ավերում էին շուկան։ Ինչպես ասում են Պուտինի նավթային ողջույն, շատ հակասական իրավիճակ է, բայց նաև հետաքրքիր։ Կարծես Կրեմլի կոլոտի գլուխը վախից այնպես է պտտվում, որ փորձում է նույնիսկ սրել իրավիճակը ՆԱՏՕ-ի հետ, երևի թե, չգիտեմ, հոգնել է վախենալուց, թե ինչ։ Պուտինը ռազմածովային նավատորմ է ուղարկել ՆԱՏՕ-ի նավերի դեմ, լուրջ բախման վտանգ կա։ Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն պատրաստվում են անցկացնել զուգահեռ ռազմածովային զորավարժություններ Բալթիկ ծովում, ինչի կապակցությամբ փորձագետները նախազգուշացնում են հնարավոր սադրանքների վտանգի մասին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միտումնավոր լարվածության բարձրացնելը Բալթիկ ծովում ակնհայտորեն ցույց է տալիս, որ նա փնտրում է առճակատում ՆԱՏՕ-ի հետ։ Երևի թե ցանկանում է ինքնահաստատվել, չէ՞ որ ՆԱՏՕ-ում առայժմ Ուկրաինա չկա, եւ Պուտինը կարող է մտածել, որ իրենից վախեցողներ կան։ Մոտորերս Բալթիկ ծովում կմեկնարկեն Baltops ՆԱՏՕ-ի ամենամյա ռազմածովային վարժանքները, որոնք անցկացվում են արդեն ավելի քան 50 տարի հունիսի սկզբին, սակայն այս տարի մանևրները տեղի կունենան բավականին լարված մթնոլորտում։ Ռուսաստանը նույնպես ռազմածովային նավեր է ուղարկում նույն շրջան, այս անգամ մի ամբողջ ամիս ավելի շուտ, քան սովորաբար, հայտնում են գերմանական մամուլը։ Տարբեր աղբյուրների համաձայն Ռուսաստանի վարժանքներին կմասնակցի մոտ 20 ռազմանավ։ Վարժանքների համընկումը առաջացրել է մասնագետների մտահոգությունը, ովքեր զգուշացնում են հնարավոր միջադեպերի եւ սադրանքների մասին։ Գերմանիայի Բոնի համալսարանի Կասիս վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող ծովային ուժերի պահեստազորի սպա Մորից Բրակեն նշում է, որ Ռուսաստանի վարքագիծը դառնում է գնալով ավելի ագրեսիվ։ Փորձագետի խոսքով Բալթիկ ծովում տեղի ունեցող ցանկացած ակտիվություն ունի ավելի լայն էսկալացիայի վերածվելու ռիսկեր։ Թեև նա չի կարծում, թե Ռուսաստանը կանցնի ուղիղ հարձակման ՆԱՏՕ-ի ուժերի վրա զորավարժությունների ընթացքում, սակայն չի բացառում սադրանքների հավանականությունը։ Դե գեբեշնիկի տակտիկա է, էլի, փորձում է վախեցնել, բայց որ տան քթին երևի թե նվնվալով նորից փակվի բունկերում։ Հնարավոր սցենարներն են ՆԱՏՕ-ի նավերի երթուղիների արգելափակում ռուսական նավերի կողմից, ինչպես նաև ցուցադրական թռիչքներ ռուսական ռազմական ավիացիայի կողմից Ալյանսի նավախմբերի վրայով։ Սա զգոնության ստուգում է, թե որքան արագ կարձագանքի ՆԱՏՕ-ն, ընդգծել է փորձագետը։ Ըստ վերլուծաբանների Մոսկվան փորձում է ուժեղացնել սպառնալիքի գործոնը հենց Բալթիկ ծովի տարածքում։ Այս գործողությունները կարող են ծառայել նաև որպես հետախուզական տվյալների հավաքագրման միջոց։ Այս ֆոնին Շվեդիան պատրաստել է տհաճ անակնկալ Պուտինի ստվերային նավատորմի համար։ Ստոկհոլմը խստացնում է վերահսկողությունը Ռուսաստանի ստվերային նավատորմի նավերի նկատմամբ, որոնք Բալտիկ ծովով արտահանում են ռուսական նավթ շրջանցելով միջազգային պատժամիջոցները։ Արևմտյան երկրների որսը Ռուսաստանի այսպես կոչված ստվերային նավատորմի նկատմամբ շարունակվում է։ Նավերը, որոնց միջոցով Կրեմլը փորձում է մատակարարել նավթ շրջանցելով պատժամիջոցները, այժմ ավելի խիստ վերահսկողության կենթարկվեն նաև Շվեդիայի կողմից։ Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնը նշել է, որ Բալտիկ ծովում միջադեպերի թիվն աճում է, ուստի անհրաժեշտ է լինել պատրաստ նոր սպառնալիքների։ Հավաքված տվյալները կհանձնվեն դաշնակիցներին եւ կօգտագործվեն պատժամիջոցների վերահսկման շրջանակում։ Նշենք, որ նախորդ շաբաթ Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը, որի մեջ ներառվել է մոտ 200 նավ կապ ունեցող ռուսական ստվերային նավատորմի հետ։ Վերադառնալով Ուկրաինային, ասեմ, որ նախորդին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտնել էր, որ մայիս ամսվա ռազմական գործողությունների արդյունքները բավական արդյունավետ են, մեջբերեմ մեր դիրքերը
դիրքերին մոտենալիս հակառակորդին առավելագույն վնաս ենք հասցնում, ակտիվորեն աշխատում են հրետանին, ավիացիան եւ անօդաչու համակարգերը, հասցնելով համալիր հարվածներ օկուպանտներին։ Միայն մայիս ամսվա ընթացքում, մայիսի 31-ի դրությամբ, ռուս օկուպանտները կորցրել են ավելի քան 34,000 զինծառայող, ասել է Սիրսկին։ Գեներալը հատկապես ընդգծել է հարվածների քանակը Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտների նկատմամբ, մեջբերեմ մենք ոչնչացնում ենք թշնամուն եւ նրա պաշտպանական ներուժը, անգամ խորը թիկունքում։ Մայիսին Deep Strike համակարգերի օգնությամբ հարվածներ են հասցվել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող 58 թիրախների, դրանք ներառում են ռազմական օբյեկտներ եւ ռազմաարդյունաբերական համալիրի կարևոր կառույցներ, այդ թվում պայթուցիկ նյութերի եւ հարվածային աթեստների արտադրության հզորություններ, ասում է գեներալը։ Շարունակվում է նաեւ Ուկրաինայի պաշտպանության ուժերի գործողությունը Կուրսկի ուղղությամբ, մեջբերեմ հակառակորդը այստեղ կենտրոնացրել է իր լավագույն ստորաբաժանումները, որոնք ի սկզբանե նախատեսված էին արևելյան ռազմաճակատի համար։ Ուկրաինական ուժերին հաջողվում է զգալի կորուստներ հասցնել թշնամուն եւ պաշտպանել հյուսիսային սահմանները։ Միևնույն ժամանակ հակառակորդը ունի որոշակի առավելություն օպտիկամանրաթելային դրոնների կիրառման ոլորտում, ինչը բարդացնում է պայքարը նրանց դեմ, հավելել է Սիրսկին, ասելով, որ շարունակվում է պաշտպանության ուժերի անցումը կորպուսային կառավարման համակարգին, ինչը կբարելավի զորքերի ղեկավարումը եւ կուժեղացնի վերահսկողությունը մարտական բրիգադների վիճակի եւ արդյունավետության վրա։ Շատ չերկարացնեմ Կիրակի օրվա եթերը, շնորհակալ եմ ձեզ, որ մեր հետ եք, խնդրում եմ նորից ակտիվ լայքել, տարածել մեր եթերները, ամառը շատ դժվար պերիոդ է YouTube-ի համար, չմոռանաք նաեւ մեր Հակոբյան Live ալիքի մասին, ձեզ լավ կիրակներ երեկո եմ մաղթում, մինչ նոր հանդիպում։